Կորյուն Սիմոնյան, Եվրոմեդիա 24, պարոն Մամիջանյան, ակնհայտ է, որ խորհրդարանական երկու խմբակցությունների միջև կա խզում։ Ես ուզում եմ հարցնել, ինչ եք կարծում, դա հաղթահարվելու է եւ կրկին կոնսոլիդացիա լինելու է, որտեվ արդեն եղանակները տաքանում են եւ հնարավոր է, որ փողոցային պայքար լինի, ընդդիմությունը միասնաբար կկանգնի փողոցում։ Պարոն Սիմոնյան, նախ ես ձեր հարցի ձևակերպման հետ բացարձակ համաձայն չեմ։ Խորհրդարանական երկու խմբակցությունների միջև խզում չկա։ Բացարձակ չկա։ Դուլտուր։ Նախագահ Քոչարյանի աջակիցների մեջ կան մարդիկ, որոնք պարզվեց, որ այս 7 տարի է տիրաժավորում էին այն սուտը, այն ստերի կծիկը, որը ձեռնտու է բացառապես Նիկոլ Փաշինյանին։ Պարզվեց, որ նախագահ Քոչարյանի աջակիցների մեջ կան մարդիկ, ովքեր դա տիրաժավորում են։ Ու պարզվեց, որ այդ մարդկանցից մեկը նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է։ Ինչ վերաբերվում է փողոցային պայքարին, գիտեք, Հանրապետականը ունի մի սկզբունք։ Մենք մեր պարտականությունը հայ ժողովրդի առջև եւ ամենակարևորը ինքներս մեր առջև որպես Հայաստանում գրանցված առաջին հասարակաքաղաքական միավոր, որպես մի կուսակցություն, որը ղեկավարել են Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարկարյանը, Վազգեն Սարգսյանը, այժմ Սերժ Սարգսյանը, մենք պիտի արժանի լինենք մեր հիմնադիր հայրերին, որոնք ժամանակին անցել են խորհրդային բռնաճնշումների մամլիչի միջով, ունենալով մեկ գաղափար՝ անկախ հզոր հայրենիք Հայաստանի Հանրապետություն եւ անկախ եւ անվտանգ Արցախ։ Մենք դրա համար կանենք ամեն ինչ։ Թե այդ ընթացքում մեզ ով կօգնի, իսկ ով կխանգարի, իրենց կդատի պատմությունը։